Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Էմմա Շաբոյանն եմ, բարև ձեզ։ Սպիտակ տան սահմանային հարցերով պատասխանատու Թոմ Հոմանը այսօր հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ եւ պատասխանել վերջին դեպքերի վերաբերյալ հարցերին։ Նա ասել է, որ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության այսի աշխատակիցները շուտով ամբողջ երկրում կսկսեն օգտագործել մարմնի տեսախցիկներ։ Նրա խոսքով տեսախցիկների ձեռքբերումն արդեն ավարտվել է եւ ներկայումս իրականացվում է աշխատանքների վերապատրաստումը։ Հոմանը նշել է, որ նախկինում ծրագիրը չէր իրականացվում ֆինանսավորման բացակայության պատճառով։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր գրասենյակում հատուկ վերապատրաստված աշխատակիցները կսովորեցնեն, թե երբ պետք է միացնել կամ անջատել տեսախցիկը, ինչպես պահպանել տեսագրությունները եւ ինչ ընթացակարգեր պետք է պահպանվեն։ Անդրադառնալով Մեյն նահանգում այսի աշխատակցի կողմից ներգաղթյալի սպանության գործին, Հոմանը հրաժարվել է մեկնաբանել քննության ընթացքը։ Նա նշել է, որ գործը գտնվում է հետաքննության փուլում եւ հնարավոր փոփոխությունները աշխատակիցների ընտրության ու ստուգման գործընթացում կքննարկվեն միայն քննության ավարտից հետո։ Հոմանը նաև պաշտպանել է Մինեսոտայում իրականացված այսի գործողությունները, ընդունելով, որ գործողությունը կատարյալ չի եղել, սակայն ընդգծել է, որ հետագայում փոխվել է հրամանատարական կառուցվածքը, ներգրավել են ներքին վերահսկողության լրացուցիչ աշխատակիցներ եւ ձեռք են բերվել համաձայնություններ, որոնք ըստ նրա բարձրացրել են ինչպես իրավապահների, այնպես էլ բնակիչների անվտանգությունը։ Նրա խոսքով ներկայումս այսի ձերբակալությունների թիվը կրկին աճում է։ Հոմանը հայտարարել է, որ վերջին ամիսներին գրանցվել է շուրջ 40% աճ, իսկ հունիսը դարձել է գործակալության պատմության ամենաշատ ձերբակալություններով ամիսը։ Օհայո նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Սայոտո գետում խեղդվել է 5 մարդ, երբ նրանք փորձել են փրկել ջրում օգնության կարիք ունեցող մեկին։ Դեպքը տեղի է ունեցել Կոլումբուս քաղաքի Արվարձան Փաուելում։ Իշխանությունների տվյալներով մարդկանց խումբը հանգստանում էր գետի ափին, երբ նրանցից մեկը մտել է ջուրը լողալու։ Շուտով նա սկսել է դժվարությամբ լողալ, ինչից հետո մյուսները հերթով նետվել են գետը օգնության հասնելու համար։ Սակայն նրանցից մի քանիսը նույնպես սկսել են խեղդվել։ Որոնողական աշխատանքների ընթացքում ջրից դուրս է բերվել 2 կին, որոնք հիվանդանոցում մահացած են ճանաչվել։ Այսօր փրկարարները գետում հայտնաբերել են եւս 3 տղամարդու մարմին։ Դեպքից հետո օգնության կանչած երեխան եւ մեկ այլ մինչեւ 10 տարեկան երեխա փոխանցվել են սոցիալական ծառայությունների խնամքին, մինչ իշխանությունները փորձում են կապ հաստատել զոհվածների հարազատների հետ։ Դելավեր շրջանի շերիֆ Ջեֆրի Բալեզերը քաղաքացիներին կոչ է արել ջրային տարածքներում լինել առավել զգոն։ Նրա խոսքով մարդիկ պետք է նախ գնահատեն իրենց լողալու կարողությունները, երբեք միայնակ չմտնեն ջուրը, իսկ հնարավորության դեպքում պարտադիր կրեն փրկարարական բաճկոններ։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը անվտանգության նախազգուշացում է հրապարակել Հարավային Կալիֆոռնիայի լողափեր այցելող մարդկանց համար, զգուշացնելով բարձր ալիքների եւ հետադարձ ուժգին հոսանքների մասին։ Միայն Կիրակի օրը Նյուպորտ Բիչում իրականացվել է մոտ 100 փրկարարական գործողություն։ Փրկարար ծառայության ղեկավար Բրայան Օռուրկի խոսքով շոկ եղանակի պատճառով լողափերը մարդաշատ էին, իսկ ծովում պայմանները վտանգավոր։ Նրա խոսքով շատ մարդիկ չեն գիտակցում, թե որքան արագ կարող են հայտնվել վտանգավոր հոսանքների ազդեցության տակ, ուստի մինչև ջուրը մտնելը խորհուրդ է տրվում անպայման խորհրդակցել հերթապահ փրկարարների հետ։ Բարձր ալիքների վերաբերյալ նախազգուշացումը կգործի մինչև երեքշաբթի երեկոյան ժամը 11-ը։ Սպասվում են 4-ից 7 ֆուտ բարձրությամբ ալիքներ, իսկ որոշ հատվածներում դրանք կարող են հասնել մինչև 8 ֆուտի։ Վտանգավոր պայմանները վերաբերում են Լոս Անջելես, Օրինջ եւ Վենտուրա շրջանների հարավային եւ հարավարևմտյան ուղղվածություն ունեցող լողափերին։ Թեքսասում Հյուսթոնի մերձակայքում գտնվող Ֆուլշիր քաղաքում անսովոր ավիամիջադեպ է տեղի ունեցել։ Թեթև շարժիչային ինքնաթիռը վայրէջք է կատարել բնակելի տանտանիքին, ինչի հետևանքով օդաչուն վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան տեղական ժամանակով մոտ ժամը 6:45-ին Քովի Թրեյլս մասնավոր օդանավակայանի հարևանությամբ։ ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչության FAA-ի տվյալներով վթարի ենթարկված օդանավի մեջ միայն օդաչուն է գտնվել եւ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նույն նահանգում ոստիկանության աշխատակիցը հերոսացել է, երբ կարողացել է փրկել այրվող ավտոմեքենայում արգելափակված վարորդին։ Դեպքը ֆիքսվել է ոստիկանի մարմնի տեսախցիկով։ Կադրերում երևում է, թե ինչպես է ոստիկանության կապրալ Ջոշուա Սվիսերը մոտենում ծխով եւ կրակով պատված մեքենային եւ վարորդին հրահանգում անհապաղ դուրս գալ։ Երբ պարզ է դարձել, որ վարորդը չի կարողանում ինքնուրույն բացել դուռը, ոստիկանը կոտրել է մեքենայի ապակին, դուրս քաշել վարորդին եւ տեղափոխել անվտանգ վայր։ Ջոշուա Սվիսերի խոսքով մեքենայի ներսը շատ արագ էր լցվում ծխով եւ ամեն վայրկյանը վճռորոշ էր։ Ոստիկանը նշել է, որ նման իրավիճակներ ամեն օր չեն պատահում եւ ինքը պարզապես ուրախ է, որ ճիշտ պահին ճիշտ վայրում է գտնվել։
Սոցիալական ցանցերում մեծ ճանաչում ունեցող Էնդրյու եւ Թրիստան Թեյթի եղբայրները ձերբակալվել են ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության կողմից ներկայացված նոր քրեական մեղադրանքներից հետո։ Մեծ Բրիտանիայի իրավապահները նրանց մեղադրում են բռնաբարության, մարդկանց թրաֆիքինգի հանցագործությունների մեջ։ Ոստիկանության տվյալներով գործը վերաբերում է 2010 թվականի հուլիսից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ենթադրաբար կատարված դեպքերին։ Միաժամանակ Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը հայտնել է, որ պատրաստվում է պահանջել Թեյթ եղբայրների արտահանձնումը Միացյալ Թագավորություն։ 39-ամյա Էնդրյու Թեյթը եւ 38-ամյա Թրիստան Թեյթը, որոնք ունեն ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի երկքաղաքացիություն, հերքում են իրենց առաջադրված բոլոր մեղադրանքները։ Էնդրյու Թեյթը տարիներ շարունակ միլիոնավոր հետևորդներ է հավաքել սոցիալական ցանցերում քարոզելով այսպես կոչված գերհամարձակ տղամարդկային ապրելակերպ։ Սակայն քննադատները պնդում են, որ նրա հրապարակումները նսեմացնում եւ վիրավորում են կանանց։ Սա Թեյթ եղբայրների իրավական խնդիրների հերթական փուլն է։ Նրանք արդեն քրեական գործերի շրջանակում հետաքննվում են նաեւ Ռումինիայում մարդկանց թրաֆիքինգի եւ այլ հանցագործությունների մեղադրանքներով։ Բացի այդ, Էնդրյու Թեյթը այս տարի Մեծ Բրիտանիայում պետք է ներկայանա նաեւ քաղաքացիական դատավարության, որը հարուցել են 4 կանայք նրան մեղադրելով ֆիզիկական եւ սեռական բռնության մեջ։ Թեյթը հերքում է նաեւ այդ մեղադրանքները։ Սոցիալական ցանցերի հայտնի դեմքեր Էնդրյու եւ Թրիստան Թեյթ եղբայրները հայտարարել են, որ կպայքարեն Միացյալ Թագավորություն արտահանձնվելու դեմ։ Այդ մասին նշել է նրանց փաստաբանը։ Այսօր առաջին դատական նիստին եղբայրները հանդես չեն եկել հայտարարությամբ։ Նրանք ներկայացել են բանտային համազգեստով եւ ձեռնաշղթաներով։ Հաջորդ դատական լսումը նշանակվել է հուլիսի 27-ին, իսկ առաջիկա շաբաթներին դաշնային դատավորը կորոշի, արդյոք նրանք կարող են արտահանձնվել Մեծ Բրիտանիա։ Մինչև թողարկման երկրորդ հատվածին անցնելը թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերոջը Վիվալդի Քեթրինգին։ Միշտ կարևոր արժեք է եղել հյուրընկալությունը, իսկ այսօր այն կարող է լինել նաև առանց ժամեր շարունակ խոհանոցում անցկացնելու։ Վիվալդի Քեթրինգը կհոգա լավագույն հյուրասիրության մասը, իսկ դուք պարզապես ժամանակ կանցկացնեք ձեր ընտանիքի, հարազատների եւ հյուրերի հետ։ Եթե պատվեր կատարելիս նշեք, որ Վիվալդի Քեթրինգի մասին տեղեկացել եք Արմեդիայից, ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Պատվերները կարող եք կատարել առցանց կամ զանգահարել 707 771 77 71 հեռախոսահամարով։ 12 appetizers, 5 hot dishes, 5 sides, $300 for 10 to 12 people. Make every moment a Vivaldi moment. Շարունակենք լուրերը միջազգային զարգացումներով։ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների զինված շարժումը հայտարարել է, որ անմիջապես ուժի մեջ է մտնում Սաուդյան Արաբիայի դեմ ծովային էմբարգոն։ Այս քայլը կարող է նոր լարվածություն ստեղծել համաշխարհային էներգետիկ շուկաներում։ Հայտարարությունը վերաբերում է Բաբ էլ-Մանդեբի նեղուցին, Կարմիր ծովն ու Ադենի ծոցը միացնող ռազմավարական ջրային ճանապարհին։ Վերջին ամիսներին Սաուդյան Արաբիան իր նավթի արտահանման մեծ մասը տեղափոխել էր հենց Կարմիր ծովի Յամբու նավահանգիստ, խուսափելով Հորմուզի նեղուցից, որտեղ Իրանը սահմանափակումներ էր ստեղծել նավագնացության համար։ Kepler եւ Signal Ocean ընկերությունների տվյալներով վերջին շաբաթներին Յամբուից օրական արտահանվել է մոտ 4 միլիոն բարել նավթ։ Եվրոպա մեկնող նավերն անցնում են Սուեզի ջրանցքով, իսկ Ասիա ուղևորվողները Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Ընդհանուր առմամբ հունիսին Բաբ էլ-Մանդեբով օրական անցել է մոտ 7.4 միլիոն բարել նավթ եւ նավթամթերք, ինչը կազմում է համաշխարհային նավթի արտադրության շուրջ 7%-ը։ 2023 թվականից ի վեր հութիները բազմիցս հարձակվել են միջազգային առևտրային նավերի վրա, նույնիսկ գրավել որոշ նավեր, հայտարարելով, թե գործում են Գազայի պաղեստինցիներին աջակցելու նպատակով։ Այդ հարձակումները լրջորեն խաթարեցին Կարմիր ծովի առևտրային փոխադրումները։ ԱՄՆ գլխավորած միջազգային ռազմական առաքելությունը բազմաթիվ հարվածներ հասցրեց հութիների դիրքերին, սակայն Սուեզի ջրանցքով նավագնացությունը մինչ օրս չի վերադարձել նախկին մակարդակին։ Սուեզի ջրանցքի վարչակազմի տվյալներով նավերի հոսքը այժմ նվազագույն մակարդակի վրա է վերջին առնվազն 50 տարվա ընթացքում։ Եթե սպառնալիքները վերածվեն իրական գործողությունների, Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կարող է դառնալ համաշխարհային էներգետիկ եւ առևտրային նոր ճգնաժամի կենտրոններից մեկը։ Նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ սահմանել է 50% մաքսատուրք։ Սպիտակ տան փոխանցմամբ նրա դրույքաչափերը ուժի մեջ կմտնեն 30 օրից։ Պաշտոնական Վաշինգտոնը նշում է, որ Կանադան անարդար պայմաններ է ստեղծել ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների եւ կաթնամթերքի համար, իսկ նախկինում նաեւ պատասխան մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ի նկատմամբ։ Սպիտակ տանը պնդում են, որ Կանադան Չինաստանից բացի այն քիչ երկրներից է, որոնք պատասխանել են ամերիկյան մաքսային սահմանափակումներին
եւ այժմ պետք է պատասխանատվություն կրեն դրա համար։ Նոր 50%-անոց մաքսատուրքերը չեն տարածվելու էներգակիրների, կալիումական պարարտանյութի, ձկնեղենի եւ ռազմավարական նշանակության օգտակար հանածոների վրա։ Սակայն դրանք կվերաբերեն նաեւ այն ապրանքներին, որոնք մինչ այժմ պաշտպանված են ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրով USMCA-ով։ Սպիտակ տան տվյալներով սահմանափակումները կներառեն բազմաթիվ ապրանքներ՝ գինուց եւ սպիրտային խմիչքներից մինչեւ ցեմենտ եւ անգամ հոկեյի փայտեր։ Բացի այդ, վարչակազմի ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահ Թրամփը հանձնարարել է ուսումնասիրել Կանադայի դեմ լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը, պատճառաբանելով, որ Կանադայում բռնկված անտառային հրդեհների ծուխը վատթարացնում է ԱՄՆ-ի օդի որակը։ Թրամփը նաև պնդում է, որ Կանադան խտրական վերաբերմունք է ցուցաբերում ամերիկյան ավտոմեքենաների, ալկոհոլային խմիչքների եւ պանրի նկատմամբ։ Նրա խոսքով 2025 թվականի ապրիլից Կանադան 25% մաքսատուրք է սահմանել որոշ ամերիկյան ավտոմեքենաների ներմուծման վրա, իսկ կանադական նահանգների մեծ մասը դադարեցրել է ամերիկյան ալկոհոլի գնումն ու վաճառքը ի պատասխան ԱՄՆ-ի նախկին մաքսատուրքերի։ Թրամփը եւ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հանդիպել էին ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի շրջանակում, սակայն Սպիտակ տունը հայտարարել է, որ այդ հանդիպման ընթացքում առևտրային բանակցություններ չեն անցկացվել։ Թողարկումը եզրափակենք գեղեցիկ ու բարի լուրով։ Փոխնախագահ Ջեյդի Վենսը եւ նրա կինը երկրորդ տիկին Ուշա Վենսը հայտարարել են իրենց 4-րդ երեխայի ծննդյան մասին։ Ընտանիքում լույս աշխարհ է եկել տղա, որին անվանել են Ալեք Նիլ Վենս։ Նորածինը ծնվել է կիրակի առավոտյան։ Ըստ ծնողների, մայրն ու երեխան իրենց լավ են զգում։ Վենս ամուսինները շնորհակալություն են հայտնել Walter Reed ազգային ռազմական բժշկական կենտրոնի բժիշկներին, ինչպես նաև Սպիտակ տան բժշկական թիմին ցուցաբերած խնամքի համար։ Այս ծնունդը պատմական նշանակություն ունի։ Ըստ Սպիտակ տան պատմական ասոցիացիայի ԱՄՆ գործող փոխնախագահի ընտանիքում երեխա վերջին անգամ ծնվել էր ավելի քան 150 տարի առաջ, 1870 թվականին, երբ փոխնախագահ էր Շոյլեր Քոլֆաքսը։ 41-ամյա Ջեյդի Վենսը երկար տարիներ հանդես է գալիս ԱՄՆ-ում ծնելիության բարձրացման օգտին։ Վենսը նաև պատմել է, որ ընտանիքի 4-րդ երեխա ունենալու որոշման վրա որոշակի ազդեցություն է ունեցել իր մտերիմ ընկեր, պահպանողական ակտիվիստ Չարլի Քրքի սպանությունից հետո նրա այրու խոստովանությունը, թե կցանկանար, որ իրենք ավելի շատ երեխաներ ունենային։ Սակայն Ուշա Վենսը նշել է, որ դա միայն քննարկման մի մասն էր եւ ոչ որոշիչ պատճառը։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Ես եմ Աշաբոյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Կհանդիպենք։